Ողջունում եմ 2020-26-ի առաջին մեր միջոցառման շրջանակներում։ Առաջին, բայց թվով երրորդը այս շարքի։ Ես Նատալի Նասիբյանն եմ, Iris Business Incubator-ից, ինչպես նաև ներկայացնում եմ Iris Business Incubator-ի Iris Reconomy Accelerator ծրագիրը։ Եվ ծրագրի շրջանակում այսօր մենք հյուրընկալել ենք մեր խոսում են փորձագետները շարքի, երրորդ վերջին շարքի փորձագետներին, այստեղ մեզ հետ են Նարեկ Ալեքսանյան եւ Մարգարիտը Բարբուրյան, ցավոք այսօր մեզ տեխնիկական խնդիրների պատճառով չկարողացավ միանալ մեր թվային հզորացման փորձագետ, մասնագետ Վարազդատ Ավետիսյան, բայց եւ այնպես այսօր մենք որոշել ենք շարունակենք եւ ավարտին հասնենք մենք խոսում են փորձագետները շարքը, այս շարքը ինչի մասին է, շարքի ներքո ներկայացնելու եմ մեր փորձագետներին, այս պարագայում այսօր Նարեկին եւ Մարգարիտին, ինչու են իրենք ընտրվել որպես ծրագրի փորձագետներ, ինչպես եւ ինչու են հենց այդ թեմաները ընտրվել փորձագետները, ինչու են հենց ներկայացնելու այդ թեմաները, ինչպես են մշակվել այդ մոդուլները, առհասարակ սա մի քիչ ոչ այդքան դասական հանդիպում է առ այն, որ չնայած որ ես կփորձեմ իմ վրա վերցնեմ մոդերատորի դերը, բայց եւ այնպես ֆորմատը թելադրում է ազատ ոճի շփում եւ նաեւ մասնակիցներ ջան դուք էլ թե Zoom-ում եւ թե առցանց, եթե ունեք հարցեր գրեք կոմենտների բաժնում, մեկնաբանությունների բաժնում կամ միանգամից կարող եք Zoom հարթակում ձեռք բարձրացնել եւ ինտերակտիվ ներգրավել մեր ձևաչափի խոսակցության հանդիպման խոսակցության շրջանակում այսքանը հակիրճ որպես ներածություն, սիրով ձայնը փոխանցում եմ, խոսափողը փոխանցում եմ մեր փորձագետներից Մարգարիտին, Մեգի ջան խնդրեմ, ներկայացիր եւ հակիրճ ներկայացրու մոդուլը, որ դու ներկայացնելու ես ակսելերատորի շրջանակում, ինչու ես մշակել հենց այդ թեմաները, որը արձարծվելու են մոդուլի շրջանակում եւ մաստեր կլասերի ձևաչափում եւ այնուհետեւ խոսք փոխանցենք Նարեկին, համեցեք։ Շատ շնորհակալություն Նատալի ջան։ Ասեմ, որ բավականի հետաքրքիր էր երբ որ ձեր կողմից այս առաջարկությունը մասնակցել ես մաստեր կլասերին եկավ, մի կողմից իմոց հենց մի տեսակ տարակուսանք էր, հա, իսկ ինչու է պետք է այսքան խորացված նոր տնտեսությունից խոսել, նորարարությունից խոսել, քանի որ մեր թիրախը ինչքան հասկացա, մեր փոքր եւ միջին ձեռնարկություններն են, իհարկե աճ է փուլում, բայց արդյոք իրանք պատրաստ են մտնելու, արդյոք իրանց համար սա կարևոր թեմա է, բայց ինչքան խորացա հասկացա, որ այո, եթե մենք հիմա դրա մասին չմտածենք, մենք ահագին հետ կմնանք եւ մեր նույն այդ փոքր եւ միջին ձեռնարկություններն էլ մրցակցային դաշտից այս կամ այն ձևով դուրս կմղվեն։ Ինչու է կարևոր այս թեման, հա, այս նոր տնտեսություն ասելով ինչ ենք մենք հասկանում։ Նախ ասեմ, որ այս տերմինը մտել է այն ժամանակ, երբ հիմնականում մարդիկ սկսել են օգտագործել նոր տեխնոլոգիաները իրանց առօրյա կյանքում։ Եվ ամեն ինչ արագ թվայնացվում էր, ամեն ինչ տեղափոխվում էր առցանց տիրույթ, գնորդի վարքագիծներ փոխվում, սպառողական արժեքներն փոխվում, ու ինչն է հետաքրքիր, հա, այն բիզնեսները, ովքեր որ հետ էին մնում այս ամեն ինչից, ավելի շուտ ոնց որ ռեակտիվ բան էին դրսևորում, շատ արագ ոնց որ դուրս էին մնում։ Իհարկե, մի կողմից ասում ես թվայնացում, առևտրային էլեկտրոնային առևտուր, հիմա յուրաքանչյուր բիզնեսն էլ շատ լավ գիտի Wildberries-ի մասին, էլ չասեմ List.am-ի մասին, որը նույնքան կարելի է համարել որպես թվայնացման հարթակ։ Բայց արդյոք պարզապես պասիվ մասնակցությունն այդ հարթակներին բավարար է մեր բիզնեսներին, թե պետք է մի քիչ ավելի նոր բան առաջարկել, նորարարություն ասելով ինչ ենք հասկանում աճել, թե մասշտաբավորել բիզնեսը, այսինքն պարզապես հա գծային աճ, թե եթե հնարավոր է օգտագործել այս նոր տնտեսության հնարավորությունները դուրս գալ այլ շուկաներ եւ արդեն խոսել ոչ թե միայն եկամուտների աճի, այլ նաև բիզնեսի աճի, հա, բիզնեսի մասշտաբավորման մասին, միգուցե մոդելի մասշտաբավորման մասին, եթե այն կայուն է եւ արդեն իրան ապացուցել է, որ աշխատող է։
Ոնց որ իմ մոդուլի թեմաները այսքանն էին եւ ես փորձել եմ հնարավորին չափ տալ կոնկրետ գործիքներ, որոնք թույլ կտան մեր գործարարներին նախ գնահատել իրancs հիմիկվա վիճակը։ Արդյոք իրանք պատրաստ են աճելուն, արդյոք իրանք պատրաստ են մասշտաբավորման, ինչ է պետք դրա համար, ոնց ստուգել, ինչն է պետք անել, որպեսզի նախապատրաստվել աճելուն։ Մի երկու բառով էլ ասեմ, որ ես արդեն 20-25 տարի եմ զբաղվում եմ բիզնես խորհրդատվությամբ եւ այս վերջի 7-8 տարիների ընթացքում ավելի շատ գործ ունեմ հենց նորարարությունով զբաղվող ստարտափների հետ, նաեւ ներդրումներ եմ անում նրանց մեջ եւ իսկ ներդրվելիս չես կարող կողմ մնաս, թե ինչպես են իրանք զարգանում, որ ուղղություններն են ընտրում, ինչն է արդիական, ինչն է կարևոր հիմիկվա այս նոր տնտեսությունում, ինչը կաշխատի, ինչը չի աշխատի, ինչպես գնահատել, հա, բիզնես գաղափարից սկսած, ինչպես գնահատել, ինչպես վալիդացնել, ինչպես հասկանալով է քո թիրախային հաճախորդը, ինչպես հասնել այդ հաճախորդին, այս բոլոր հարցերով խնդրեմ, եթե հետաքրքրում է, մասնակցեք մեր մաստեր կլասներին, հետևեք մեր հանդիպումներին եւ կաշխատենք միասին։ Երևի թե կարճ այսքան է իմ մոդուլի մասին։ Նարեկ ջան, դուք կներկայացնես։ Նարեկ, Նարեկին չենք լսում։ Նարեկը Ա, կարծես տեխնիկական կապի խնդիր ունես, Նարեկ։ Հիմա Հա, նորմալ ոնց լսում ես մեզ։ ես ձեզ նորմալ լսում եմ, ողջույն բոլորին, ընթացքում հնարավոր է կտրտվում էր ձայնը, ես ուզում եմ իմանալ միայն իմ մոտ է կտրտվում, թե Այս բոլորի թվում մոտ։ է քո կապից է։ Հաստատ։ Ա, Ես ուրախ կնեի այդ կապը իմը լիներ, բայց իմը չի։ Կկիսվեի բոլորիդ հետ ու լավ կլիներ, բայց ունենք այն ինչ որ ունենք, խաղում ենք այն պայմաններում ինչ որ ունենք եւ նախ ողջունում եմ բոլորին, ովքեր անցել են գործի, շնորհավորելով բոլորի տոները անցած, չնայած տոները չեն անցնում, տոները գալիս են, հա, ես միշտ չեմ հասկացել այդ անցածը ինչ են շնորհավորում։ Միանգամից անցնենք գործին, այն թեման, որ ինձ է վստահվել, հա, այս պրոյեկտի շրջանակում, ինձ շատ հոգեհարազատ թեմա է, որովհետև երկար տարիներ լինելով նաև ոնց ասում եմ մեկ կողմի ավելի ջադագողը, այսինքն երբ որ բիզնեսի թեմաները քննարկվում էին եւ քննարկվում են թե բիզնեսի հիմքում ինչն է կանգնած, միանշանակ շատ թեմաներում, շատ տեղերում իմ հետ կապում էին ավելի շատ գաղափարը եւ ես միջև այսօր էլ համարում եմ, որ դա կարևորագույն սյուներից մեկն է եւ հենց գաղափարը բիզնես գաղափարի շատ կտրուկ տարբերվող երևույթ է ու շատ դեպքերում պետք է նաեւ ինքնակնադատաբար վերաբերվես քո գաղափարին, արդյոք դա բիզնես է եւ այլ, բայց երկար տարիներ մենք անտեսել ենք կարևորագույն երկու եւս սյուները, որոնցից մեկը դա թիմն է, հա, եւ երրորդը ռեսուրսները, հա, որովհետեւ շատ դեպքերում դա մինիմում փաթեթն է, հա, այսինքն գաղափար, թիմ, ռեսուրսներ, բայց ինչպես Հայաստանում ընդունված է, սա կարող ենք ասել, հա, մենք կամ սիրում ենք մեկը կամ մյուսը, շատ հետաքրքիր բան է, էլի, այսինքն մենք չենք հասկանում, որ դա փունջ է, հա, այսինքն երկար տարիներ գոռում էին գաղափարն է կարևոր, հետո գաղափարը այտենց չսիրեցինք, որտեղ ինչ որ չստացվեց, հիմա բոլորը այտենց ուրիշ երևույթների վրա են ուշադրություն դարձնելու, ասում են գաղափարը կարևոր չի։ Այնինչ աշխարհում գաղափարներն են հենց պատեր ծակում, գաղափարը եւ թիմը եւ ռեսուրսները իրանք անբաժանելի են, հա, այսինքն դու չես կարող ժամանակի ընթացքում աճ ու ձախ ոտդ ավելի շատ սիրել, հա, ասել չէ, այս մեկն է հիմա կարևոր։ Ես հիմա արդեն չեմ սիրում աճ ոտս։ Ինքը ինչ որ գործի սխալ է ինձի տանում, աշխատավարձս պակաս եմ ստանում։ Ձախ ոտով եմ էթալու ոտի գործի։ Հիմա ես շատ ուրախ եմ, որ ինձ վստահվել է թիմ գաղափարը ու ես կուզենայի, որ մենք շտկելով սխալները գիտակցելով, որ սա այսուհետև փունջ է, թիմը եւս չդիտարկենք որպես ինքնա նպատակ առաջինը, հա, դրա մասին սկսենք խոսալը, ընդհանրապես խոսալը, այլ գիտակցենք, որ սա էվոլյուցիոն ճանապարհ է, այսինքն դու հավաքագրելով մարդկանց դեպի քո բիզնես, հա,
ինչ որ ժամանակ հետո դու պետք է էվալյուցիոն զարգացնելով իրենց հասցնես դեպի թիմ։ Այսինքն, եթե դու կորպորատիվի ժամանակ ասում ես մենք թիմ ենք եւ 3 անգամ իրանք կրկնում են այո մենք թիմ ենք, դա չի նշանակում իրանք թիմ են դառնում, էլի։ Դրա համար մի հատ ուրիշ պրոցեդուրաներ կան աշխատանքային, որը ուղղված է արդեն գործարարին ու ես շատ ուրախ եմ, որ հենց ինձ վստահվել է այդ կտորը, որը կոչվում է թիմ եւ մենք խոսելու ենք Phygital team գաղափարի մասին, այսինքն թիմեր, որ այսուհետև Phygital են, այսինքն physical եւ digital են, մասամբ գտնվում են քո աշխատանքային վայրում, մասամբ գտնվում են առցանց, մասամբ նույնիսկ արհեստական բանականություն են, հա, դու նույնիսկ չես ճանաչում իրան, բայց իրանք անուն ունեն եւ իրանք Zoom-ի մեջ են մասնակցում։ Եթե չեմ սխալվում, Ալբանիայում արդեն ունեն նախարար արհեստական բանականությունով եւ այդ կինը բավականին կտրուկ խոսում է եւ արձագանքում են նորից իրանք փոշմանել են, որ այդպիսի մարդ ունեն, հուսամ երբևիցե մեր մոտ կհայտնվեն այդպիսի արհեստական բանականությունով ուրեմն կերպարներ եւ ինչն ամենահետաքրքիրը, որ նաեւ կուրսի շրջանակում եւ ես շնորհակալ եմ դրա համար Իրիս ինկուբատորին, որ ամեն անգամ թույլ է տալիս մեզ փորձագետներից մի քիչ չարաճճիություններ անենք, այսինքն դա հենց դրանում է կայանում փորձագետի կարևոր առաքելությունը, որ բացի նրանից այն գիտելիքները, որ մենք ստացել ենք, այն փորձը, որ մենք ունենք ձեր հետ կիսվելուց, նաև ժամանակ առ ժամանակ անենք ինչ-որ էքսպերիմենտներ, չակերտելի մեր չարաճճիություններ, եւ մենք փորձել ենք թիմը բացի նրանից, որ կա այդ թիմը, Phygital թիմը, ոնց է ինքը ձևավորվում, ինչ էվալյուցիոն փուլեր է անցնում, ոնց պետք է աշխատես, նաև դերերի բաշխում, այսինքն պայմանական, հա, դերերը, այսինքն սա միգուցե նոր երևույթ լինի մեր մասնակիցների համար, բայց մենք խոսելու ենք ոչ թե ֆունկցիոնալի մասին, հա, թիմում ով ինչ կտորի պատասխանատուն է, այլ դերերի մասին։ Սա եւս նոր երևույթ է բիզնեսում, որովհետեւ այսուհետեւ ինչպես ակադեմիկ գիտության մեջ աշխարհը փոփոխվող աշխարհը, նոր տնտեսության աշխարհը, այսուհետև ինքը սահմանափակ չի եւ ինչպես իրավաբանը արդեն այսուհետև պետք է տնտեսագիտություն իմանա եւ մասամբ հոգեբանություն, այնպես էլ գործի վայրում, հա, աշխատանքային վայրում մարդը չի կարող սահմանափակվի եւ ասի եւ այսուհետև ես ընդհանրեն հաշվապահ եմ։ Վերջ։ Ես էլ ուրիշ բանով չեմ զբաղվելու։ Ես զանգի պատասխանատուն եմ։ Այո։ Մի հարց տամ, այ մենք Մեգին էլ դու էլ նշում եք նոր տնտեսություն եւ այդ նոր տնտեսության ձևաչափում ես ուզում եմ հասկանամ օրինակ ձեր մեկնաբանությունը ինչ ասել է նոր տնտեսություն, նաեւ նրանց համար ովքեր որ առաջին անգամ են առնչվում այդ տերմինի հետ, ավելի շուտ մենք նոր տնտեսություն ասելով նաեւ դրա գաղափարախոսության մասին ենք հա խոսում, ինչ ասել է նոր տնտեսություն եւ այդ նոր տնտեսության ձևաչափում թիմի կարևորությունը, թիմի վերակազմավորում, եթե կարելի այդ բառն օգտագործել, թիմի դերակատարումը, թիմը ըստ այդմ, ինչպես ես դու այդ ամեն ինչը, ոնց ես դու տեսնում այդ ամեն ինչը։ Շնորհակալ եմ Նատալի ջան հարցերի համար, ընթացքում եւ որպեսզի մեզ նաեւ սահմանների մեջ բայես, որովհետեւ գիտես մենք թեմաները շատ ենք սիրում ու կարող ենք ընդլայնվել եւ ժամերով գնալ եւ նկարահանման ժամանակ, մոդուլների ստեղծման ժամանակ մեր թիմը եւս տանջվում էր մեր ձեռը եւ արդից օգտվել իրանց էլ շնորհակալություն հայտնում, դες փորձում էին սահմանների մեջ մեզ բայել։ Նոր տնտեսությունը դա ընդհանրապես եկեք այսպես ձևավորենք, էլի, ամեն անգամ երբ որ մի հատ նոր տերմին է հայտնում, տպավորություն է, որ ինքը ստեղծված է, որպեսզի այդ տերմինը գոյություն ունենա։ Սա ընդհանրապես մենք խոսում ենք դրա մասին, որ սա այսուհետև փաստ է, այսինքն ամեն անգամ մենք արթնանում ենք այսպես թե այնպես նոր տնտեսության մեջ։ Ընդհանրապես վերջապես, հա, աշխարհը ընդունեց, որ այսուհետև, հա, մենք ապրում ենք նոր իրականության մեջ եւ այդ նոր տնտեսության մեջ արտադրող, հումք, շղթաներ, մատակարարման այդ ամեն ինչ քննարկվել է երկար տարիներ, ցավոք սրտի վերափոխվում են, որովհետեւ դրվում է արդեն հիմքում վարկագծային, ուրեմն հաճախորդի վարկագծային պահվածքը, հա, ավելի կարևոր է դառնում վարկագիծը, քան իր սոցիալ-դեմոգրաֆիկ պատկերը, փոխվում է թիմի հանդեպ պատկերը, որտեղ այսուհետև ինքը ընդհանրեն աշխատակից չի, այլ ներքին հաճախորդ է, հա, փոխվում է այսուհետև վերաբերմունքը փոքր միջին մեծ բիզնես այն ինչ որ երկար տարիներով եղել է 90-ական թվականի վերջից մինչև այսօր, որովհետև այսուհետև մեծ հարցական է ինչա նշանակում փոքր, որովհետև շրջանառությամբ այսուհետև չի կարելի չափել բիզնեսը, փիղնելա մեծ կենտրոնի, հա, ինչու, որովհետև մեծ
Դե որովհետև պատկերացրեք մեկ տարեկան փիղը կարող լինի 1.5 տոննա, հա, բայց իրան չի կարելի ասել մեծ կենթանի, էլի, որովհետև ինքը երեխա է ընդամենը, հա, այդ նույնը շրջանառությամբ չի կարելի բիզնեսը չափել, որովհետև շատ կարևոր է ներքին կառուցվածքը, ինչպեսին է բիզնեսը ներքին, ինչպեսի ինքը նախ առաջի հերթին կանոնակարգված, ինչպես են ֆիրմում ստեղծված ուրեմն համակարգեր, հետո այդ համակարգերը թվայնացված, հետո դրանից հետո արդեն նոր մասշտաբավորում, որովհետև էլեմենտար բան ասենք, հա, պատկերացնել թե 19-րդ, 20-րդ դարում հնարավոր էր ինչ-որ մի հատ երգչուհի իր երգի ժամանակ իր ռյուկզակից կախել մի հատ խաղալիք ու այդ արտադրությունը դառնալ միլիարդանոց արտադրություն անհնար է։ Այսուհետև, հա, մենք ապրում ենք լաբոբոյի դարում եւ դա հաշվի պետք է առնենք, էլի, այսինքն աշխարհը Այ որ կտրուկ ասում ես փոխվել է։ փոփոխություններ, ինչի նկատի ունես փոփոխություններ ասելով, երբ է սկսվել այդ փոփոխությունը, երբ կարող ենք համարել, որ փոփոխությունների մեկնարկը արդեն փոփոխությունները մեկնարկել են, վերջ։ 2020 թվականից մեկնարկել է արդեն նոր աշխարհը, նոր կանոնակարգը, նոր Ինչի տնտեսությունը, հիման նոր վրա, միջազգային ինչի վրա կանոնները, հիմնվելով, ինչի վրա հիմնվելով հիմնվելով, նրա վրա, որ այսուհետև թվայնացում մարդկանց վերջ։ վերաբերմունքը թվային աշխարհին։ Այսինքն մենք այսուհետև չունենք մեդիա մոնոպոլիա, օրինակ պայմանական կլինի դա պետական թե օլիգարխիկ նշանակություն չունի, այսինքն կամ մեդիա մագնատների կողմից նշանակություն չունի, այսուհետև ցանկացած մարդ մեդիա է, հա, եւ նույնիսկ հա խոսալ սերունդներին, այսինքն դու չես կարող այսօր անտեսել սերունդներին, հա, այսինքն դու չես կարող ասել, դե հիմա իրանք սովորեն, հեսա կտեսնենք, թող մեր այս կամ այն մուլտֆիլմը նայեն, մեծանան, որովհետև մարդիկ այսուհետև ցավոք սրտի ապրում են բաբլների մեջ, ու դու պետք է գիտակցես, ով որ բաբլի մեջ է գտնվում, ու դա հենց փոխում է այսուհետև վերաբերմունքը տնտեսության, որովհետև հնարավորությունները ավելի են մեծանում, այսինքն այսօրվա Հայաստանի գործարարը իրավունք չունի բողոքի, որ մենք փոքր շուկայում ենք գտնվում, որովհետև դա կարող էր անել մինչև 2020 թվականում գործող գործարարը, 2020 թվականից հետո, եթե դու ունես էլեմենտար եմ ասում, Wildberries, Ozon, Amazon, eBay ու այդ ամեն ինչը դու գիտես, այսինքն դու ունես հեռախոսի հնարավորություն, բայց դու օգտվում ես աղունիկից, դու չես կարող բողոքել, որ փողոցում քամի է եւ աղունիկը չի հասցնում քո թերթիկը մայրիկին, հա, պայմանական ասած, հա, որովհետեւ քամիա Իսկ արհեստական բանականության դերակատարում է այս ամեն ինչի մեջ, որպեսզի մեր ունկնդիրներն էլ պատկերացնեն, թե մենք որտեղից, ինչից ելնելով ենք այս ամեն ինչը պատրաստել եւ ձևավորել մոդուլների տեսքով եւ նարատիվի տեսքով։ Դե սկսենք նայել, որ արհեստական բանականությունը մեկ այլ առանձին գեղեցկություն է, հա, որովհետև անկեղծ ասած, եթե ինչ-որ մեկը սա նրան նման ասում է, մարդիկ իրարից հումորով ասում են, ես ամբողջ YouTube-ը նայել եմ, հա, հիմա նույնն է, ինչ-որ մեկը կանգնի, ասի արհեստական բանականությունը հասկացել է, հա, հավատացեք, այսինքն մենք ընդհանրապես կարող ենք կանխատեսել, հետո կարճ ժամանակում, այս ամենակարևորն է, կանխատեսել կարճ ժամանակում ստուգել։ Օրինակ, բոլորն ասում էին, արհեստական բանականությունը կգնա կրեատիվ տեխնոլոգիաների մեջ, արհեստական բանականությունը կգնա դեպի մեդիա եւ այլ եւ այլ։ Արի ու տես, որ արհեստական բանականությունը առաջին հերթին գնաց հոգեբանության դաշտ։ Հա, աշխարհում առաջին թիրախը խփեցին հոգեբաններին, հա, առելի մեծ քանակությամբ հոգեբաններ շատ հնարավոր է շուտով լեն անգործ, հա, հետո այսինքն ինքը գնում է այն ոլորտներ, որտեղ որ առաջինը մարդու վարքագիծն է թելադրում, այսինքն մարդ ավելի հեշտ կկիսվի իր մտքերով հեռախոսի հետ, քան մարդու հետ, երկրորդ կարևոր հարցը ինքը գնում է այն ոլորտներ, որտեղ որ թանկ են, թանկ եւ դժվար, այսինքն եթե դուք այն մասնագիտության կրողն եք կամ հակառակը դուք ձեր մոտ ունեք այն մասնագետներին, ում հետ աշխատելը բարդ է, հա, այդտեղ գալիս արհեստական բանականություն, այսինքն մարքետոլոգը դժվար է բացատրում տեխնիկական աշխատակցին, թե իրեն ինչպիսի ռոլիկ է պետք, հա, ինքը հիմա դա կարող է անել պրոմպտով ստանալ այն ռոլիկը, որ ինքը ուզում է ստանա, որովհետև միջև երկար բացատրումներ են բիզնեսի շրջանակում, իսկ բիզնեսի ձևաչափում
Բիզնեսի շրջանակում մի շատ կարևոր բան կա, ես վախենում եմ մենք հասնենք այն շրջանում, որ դու նույնիսկ չգիտակցես, որ վաճառքը եւ գնումը եւ վաճառքը սկսի իրականացնել արհեստական բանականությունը։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է արհեստական բանականությունը ինքը արդեն մտել է այն դաշտ, որ ինքը քո տեղը ուզում է լինի գնման ասիստենտ։ Այսինքն, այսուհետև ինքը դառնում է քո գնման ասիստենտը, ինքը գիտի քո վարքագիծը, ինքը գիտի ինչ պարամետրներով ես դու ապրանք ուզում ընտրես, դու իր հետ լրիվ անկեղծ կարող ես ասել, որտեղ դու չես սպասում, որ պայմանական որ դու գնում եք խանութ, ձեզ հաճախ վաճառողը հարցնում է, չէ, որ սեգմենտի մեջ եք գնում այս կամ այն իրը։ Մարդիկ շատ դեպքերում ամաչում են ասել էժան։ Հա, մարդիկ ասում են, դե մի քիչ լավ, միջին, տենց չեն կարող ասել էժան ու որակով, որտեղ կարող է հա վաճառողի աշկերի մեջ դու կարող ես տեսնես թե ինչ է եկել մեր մոտ։ Հա, որտեղ մարդը չի կարող պահի տակ էմոցիաները կառավարի, այդպես արագ ու քեզ ասի, այսինքն էժան որակով, հա, հաստատ զառա ես եկել, հետեւաբար այդտեղ հարց կարող է առաջանալ։ Ամբողջ խնդիրս ինչի վրա եմ տանում, որ արհեստական բանականությունը դու անկեղծ կարող ես իր դեմ դնել խնդիր, ինքը կարող է քո համար գնել մեքենա, տուն, առօրյա իրեր, ավելին ինքը կարող է հասկանալ հաճախականությունը եւ պատվերներ կատարել։ Այսօր բոլոր կայքերը զբաղված են նրանով, որ իրենց մեջ դրել են արդեն արհեստական բանականության ուրեմն մոդուլներ եւ ուզում են հասկանան թե երբ է ոչ թե մարդու վարքագիծը միայն հետազոտելու data անալիզի համար ոչ, ուզում են հասկանան թե երբ է իրանց հետ սկսելու շփվել արհեստական բանականությունը, որովհետև շատ հնարավոր է որ այսուհետև մարդու համար պատվերները սկսի կատարել արհեստական բանականությունը։ Հետևաբար այդտեղից սկսած փոխվելու է տնտեսության մոդելը։ Հարցս ուզում եմ հիմա ուղղեմ Մեգի ջան քեզ։ Ես հավելում անեմ էլի Նարեկի ասածին, այո, արհեստական բանականությունը հստակ մտել է բոլոր ոլորտները կարելի է ասել, այն մարդիկ ովքեր չեն օգտվում դրանից, ահագին բան կորցնում են, թե արդյունավետության մեջ, թե արագության մեջ, թե իրենց ռեակցիաների մեջ։ Եվ հա, այդ պահը կա, որ արհեստական բանականությունը արդեն վաճառքը համարա լիովին վերցրել է իր վրա, գնումներն էլ ա վերցրել, որովհետև հիմա կան այդ վիրտուալ ասիստենտները, ում դու պարզապես տալիս ես այդ task-ը, ինքը արդեն քո տեղը այդ բոլոր հետազոտությունները անում է, գտնում է քո ուզած պարամետրներով, քո ուզած աղբյուրից եւ քո տեղը արդեն գնում է կատարում է։ Եվ միգուցե Նարեկ ջան, այստեղ էլ իմոց sense հարց առաջացավ, արդյոք չափազանց շատ չենք վստահում արհեստական բանականությանը մեր տեղը որոշում կայացնելը։ Էդ էլ է, չէ՞ վտանգ։ Այդ ամենակարևոր շատ կարևոր տեղ է գալիս ու այս թեմայով մենք հենց ինչով իմ մոդուլի մեջ մենք ունենք մի հատ կտոր, որը կոչվում է առաջնորդին, այսինքն նոր սերնդի առաջնորդը ինքը առաջի հերթին հենց որոշումներ կայացնելու եւ այդ որոշումների համար պատասխանատվություն կրելու համասին է։ Այո։ Առաջինը դա է լինելու, ոչ թե սիրուն տղա կամ աղջիկ էր, բարեկամ էր, լավ հայտնի էր ինտերնետում, եկեք դրան եւ այլ տարբեր պարամետրներ էլի, առաջի հերթին կարողանում է մարդը ճիշտ որոշումներ կայացնել, իսկ ճիշտը դա միշտ չի որ ինքը երկար ռացիոնալ է, հա, տեղ կա որ դու պետք է արագ եւ սահմանափակ ռացիոնալ որոշումներ կայացնես, հա, եւ դրա համար հետո կրի պատասխանատվություն։ Արհեստական բանականությունը ինձ թվում է ինչ որ ժամանակ հետո այդ խնդիրները կլուծեն, որովհետեւ լրիվ ճիշտ եք Մեգի ջան, շատ կարեւոր մի հատ ցավի մասին տես խփեցիք, որովհետեւ արհեստական բանականությունը դիտավորյալ խափում է։ Դա էլ ենք բացահայտել մի քանի տարբեր պրոյեկտների մեջ, դրա համար ես բոլորին խնդրելու եմ հանկարծ տենց չափից ավել, որտեղ ես արդեն լսել եմ տարբերակներ, որ մենք ավելի լավ ես խորհրդատվական ոլորտում չեմ աշխատում, բայց արդեն լսել եմ տարբերակներ, երբ որ ասում են ավելի լավ է բիզնես պլանը կազմի արհեստական բանականություն, ասում եմ շատ ճիշտ ես, ինքը քեզ ինչ-որ մի հատ ռեֆերատի պես մի բան կտա, բայց դու արդյոք համոզված ես, որ ինքը ճիշտ է հասկացել քո գաղափարը, քո թիմը, քո հաճախորդին եւ այլ քո ռեսուրսները ու այդտեղ խնդիրները առաջանում, որտեղ մենք արդեն բախվել ենք այդպիսի խնդիրների հետ այլ պրոյեկտների մեջ, երբ որ մարդիկ առաջի հարվածը գնալու է դեպի բանկեր, որտեղ ռիսկերի գնահատման խնդիր աստեղ առաջանալու ու որոշումների կայացում։ Ինձ թվում է այդ որոշումների կայացումը ինչ որ ժամանակ հետո կհայտնվեն երևի այդպիսի ծրագրեր, որոնք որ այդ որոշումներն մասամբ կհեջավորեն, հա, այսինքն ռիսկերը կվերցնեն իրancs վրա, բայց անտեսել արհեստական բանականությունը նույնը կլինի, եթե մենք ժամանակին անտեսեինք Yahoo-ն, Rambler-ը եւ այլն, հա, Google-ը, Համակարգիչը, դա ինչ կարևոր բան է, Համակարգիչը, ինչ կարևոր բան է, թվային հեռախոսը։ կարևորը ավանդական հեռուստացույցն է։
Հա, այո։ Իմիջիանոց հետ գալու թե երբ է առաջացել այս նոր տնտեսություն տերմինը։ Ինքը առաջացել է հենց այն ժամանակ, երբ մարդիկ սկսել են օգտագործել ինտերնետը իրենց առօրյա կյանքում։ Ինտերնետը, հեռահաղորդակցումը, տեխնոլոգիաները, ծրագրային ապահովումը, այդտեղից արդեն սկսվել է, ու եթե մենք սենց վերցնենք, դա ինչքան մի 20-25 տարի է, հա։ Ու այնքան արագ է փոփոխվում այդ ամեն ինչը, այնքան արագ է փոփոխվում, որ եթե մենք երբ ստեղծեցին առաջի էլեկտրական մեքենա, երբ Տեսլան իր առաջի էլեկտրական մեքենան 2004-5, 2014, 14, 15, 14, 14-15, հա։ 14-15, այսինքն Հա։ 10-11 տարի է անցել, հələ տեսեք ինչքան հսկայական քանակի էլեկտրական մեքենաներ կան արդեն, չէ՞, լցվել են։ Այսինքն այդ 10 տարին այնքան փոփոխություն ա բերել։ Արհեստական բանականությունը մի նոր փուլ սկսեց միանշանակ, բայց Դրա հիմնականում ոնց բնական էվոլյուցիան էր, այո։ այո, բնական էվոլյուցիաներ, նորարարությունները շատ արագ են լինում, շատ արագ են կյանքի մեջ մտնում, շատ արագ է այդ միջավայրը Հարց։ փոխվում ու նաև, ինչն է կարևոր նոր տնտեսության համատեքստում։ Մարդիկ կամաց-կամաց հասկանում են, որ ռեսուրսները սահմանափակ են, որ պետք է մի քիչ մտածել ռեսուրսների մասին, պետք է մտածել շրջակա միջավայրի մասին։ Այդ ոնց որ աջենդան էլ ա մտել, հա, այսինքն Ինչու։ պետք Ինչու ես ինչու։ պետք է որպես բիզնես մտածեմ շրջակա միջավայրի մասին, օրինակ, իմ հարցը, թույլ տուր իմ հարցը կպցնեմ այս հարցին, Ծրամ։ ինչուին, տես մենք ասում ենք, որ ակսելերատոր ծրագիրը ոլորտային է, գյուղատնտեսություն եւ գյուղպրոդուկտ եւ տուրիզմ եւ հյուրընկալություն, երկու տարբեր, բայց եւ այնպես մեկը մյուսին փոխ լրացնող եւ կապված ոլորտներ, հիմա այ ինչուս ինչպես կարող է արհեստական բանականությունը գյուղատնտեսության ոլորտում Երևան գա եւ ինչու ես պետք է որպես գյուղատնտես 2026 թվականին սկսեմ մտածել, եթե դեռ չեմ մտածում կամ չեմ գործածում կանաչ տնտեսություն ու առհասարակ շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Ինչու եմ հաշվի նստելու դրա հետ, ինչու պիտի հաշվի նստեմ դրա հետ ես։ Ուզենք թե չուզենք, այնքան է ամեն ինչը գլոբալիզացվել։ Իսկ քանի Դա որ ինձ ինչ ա տալիս որպես գյուղատնտեսության ոլորտում ասեմ ինչ ա տալի, տես։ Դու կարաս ասես, որ այն ինչ որ կատարվելու է կլիմայի փոփոխության մասին ենք խոսում, հա, 20 տարի հետո կլինի թե չի ալնի, կհասնի թե չի հասնի, բայց արդեն հիմա մենք մեր վրա զգում ենք, չէ՞, այդ կլիմայի փոփոխությունները։ Լավ, մենք ասում ենք, որ մենք հնարավորություն չունենք մեր բիզնեսը այնպես ձևակերպենք, որպեսզի կլիմայի վրա կամ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը քիչ լինի։ Բայց մեզ ստիպելու են, որովհետև ով է Հայաստանում ստիպելու։ ով է ստիպելու։ Հա նույն հաճախորդը, որովհետև նույն հաճախորդները սկսել են ավելի պահանջկոտ լինել բիզնեսների նկատմամբ իրանցից պահանջում են ավելի էթիկական, ավելի շրջակա միջավայրի ու ավելի կայուն պրակտիկաներ, այսինքն նույն եթե նույնիսկ միջազգային բրենդերն են արդեն սկսել դրա մասին մտածել եւ ոչ միայն մտածել, այլ նաեւ իրագործել, որովհետեւ հասկանում են, որ հաճախորդները չեն օգտվի իրանց ապրանքներից, չեն առնի։ Ես գյուղատնտեսությամբ եմ զբաղվում, Գեղարքունիքի մարզում ազնվամորի եմ աճացնում։ Դա ինչպես է ազդում հենց այսօր իմ վրա։ Ինչպես կարող է ազդել։ Իսկ որտեղ եք վաճառում ձեր Ես ազնվամորին։ փոխանցում եմ իմ պրոդուկտը միջնորդի եւ չեմ մտածում առհասարակ դրա մասին։ X տոննա կամ X քանակ ազնվամորի եմ տրամադրում միջնորդից եւ այլևս ոչ մի բան Ինձ ես թվում գործ է չունեմ։ սրա մասին դուք արդեն խոսել եք նախորդ էքսպերտների հետ, երևի հենց Ռուբեն Սարուխանյանի հետ, որովհետև եթե այդ մալինան գնում է դեպի էքսպորտ, ուզած չուզած, այնտեղ Ես չգիտեմ գնում ա պատասխանատու թե չէ, ինձ չի հետաքրքրում։ Միջնորդի եմ տալիս եւ Ուստեղ ինձ շատ կհետաքրքրի, որովհետև եթե միջնորդը այդ խնդրի հետ առնչվի, ինքը գալու է հետ ձեր մոտ եւ պահանջի հասկանա։ Իսկ Եկեք ինչպես միած sense ասենք, էլի, եթե կարելի է Մեգի ջան, sense զգում եմ ուզում քեզ ճնշում եմ։ Հա ճնշում եմ, sense եկա, ճնշի, արի, safe, ասես բաներ արեցի, եկա քեզ։ Չէ, հակառակը, հա, մի հատ հարցել ինչ է ազնվում, ինչի հենց ազնվամորի։ Կլինի ես այդ հարցը տամ։ Ինչ է հենց ազնվամորի։ Ինչ է ազնվամորի որշե։ Որտեղ պապին էր աճացնում, հետո ինչի։ Կամ բրոկոլի եմ աճացնում, կամ կարտոֆիլ եմ աճացնում։ Ես գյուղատնտես եմ։ Ինչու։ Ունեմ հեկտարներով Ինչու եք դա տարա։ աճացնում։ Դուք եթե
Եթե դուք դա աճացնում եք ձեր համար, որպեսզի հաճույք ստանաք ու Չէ, ես լավ ազնվամորին գումար եմ տենց աշխատում։ Ես բավարարված եմ իմ պրոդուկտից, ես շատ լավ գումար եմ ստանում, ահա, տալով այդ իսկ հիմա միջնորդին, ապրեք, ոչ մի բանի ես հիմա մասին ձեր չեմ հարցի մտածում։ պատասխանը կարամ տամ, շատ լավ, ես հիմա ձեր հարցի պատասխանը կարամ տամ հարցով։ Դուք գիտեք, որ Հայաստանում վաճառվող բոլոր fast food, ուրեմն հաստատություններում Հանցերը։ կարտոֆիլ ֆրին ոչ հայկական է։ Հա? Ինքը մշակված, Շատ լավ։ հատուկ, կտրտված, սառեցված գալիս է եւ գալիս։ Այսինքն Հայաստանում մենք ունենք ահռելի մի հատ ռեգիոն, որը կարտոֆիլ է աճացնում, ու ինքը տեղյակ չի, որ իր կարտոֆիլը եւ Երևանում վաճառվող կարտոֆիլ ֆրին իրար հետ պատճառահետևանքային ոչ մի կապ չունեն։ Այն իր կյանքով ապրում, այնի ժարիտի կարտոշկա է, հետո ուղարկվում է Ռուսաստան, հետո պարզվում է, որ մեջը լիքը նիտրատներ են լցրել, հետ է գալիս, հա, մնում աստեղ, շուկայում չգիտեն ինչ անեն, միան պոպուլիստական մեխանիզմներով միացվում է ուրեմն փրկության ծրագրերը, բայց այս մարդը եթե ընդամենը օգտագործելով նոր տեխնոլոգիաները իմանար թե կարտոֆիլի օգտագործման վարքագիծը ինչպիսին է, ինքը կարող էր իմանալ, որ կարտոֆիլը այո կամ հատուկ ֆրի մասին կան սորտեր, դա տեխնոլոգիա է, այսքան ինֆորմացիոն տեխնոլոգիան նրա մասին է, որ դու սկսում ես մի հատ հետազոտել, կարտոֆիլը ոնց է օգտագործվում աշխարհում, ամենաշատը կարտոֆիլ այսօր օգտագործվում է ֆրի տեսքով, ֆրին ինչից է պատրաստված, պարզվում է ոչ միայն կարտոֆիլից, կա ֆրի, որը որ պյուրե է, որի մեջ ավելացված է նաև այլ ալուրի տեսակներ, սառեցված է, գալիս է, որովհետև գործարարին, որը որ ֆրի է պատրաստվում, իրեն պետք է չափելի արդյունք, դրա համար աշխատողը հաստ կկլպի, բարակ կկլպի, մեջ երկու հատ ծակ կա, իրան դա հետաքրքիր չի, ինքը գիտի, որ այսքան ֆրիից, այսքան փող է ստանում, տոպրակով սառեցված ֆրի է գալիս, ու լավ ան, որ ինքը դի առնում, նույնը վերաբերում է լոլիկին, լոլիկի պյուրեն, որը գնում է պիցային, Հայաստանի լոլիկի պյուրեին ոչ մի ձևի կապ չունի, գալիս է դրսից, հա, պանիրը պիցայի գալիս է դրսից, երշիկը կտրտած գալիս է դրսից, իսկ մենք ունենք լոլիկ, երշիկի արտադրություն, կարտոֆիլ, որը նույնիսկ Հայաստանում չի վաճառվում, բայց դա հաջորդ տրենդը ամբողջ աշխարհը անցել է կլոր ֆրծված այդ փայտի վրա կարտոֆիլ են ուտում երեխաների համար, այդ դրա համար պետք է ամբողջական կարտոֆիլ, բայց դա էլ առանձին սորտ է, այսինքն, եթե ես գյուղատնտես եմ ու չեմ հաշվի առնում տրենդները թե ոնց է կարտոֆիլը օգտագործվում, չեմ հաշվի առնում, իսկ դրա դեմ ինչպիսի պայքար է գնում, ես շարունակում եմ արտադրել մի բան, այսինքն ես շարունակում եմ մտածել, որ նոր տնտեսությունը եւ նոր մոտեցումները փոխում են վերաբերմունքը բիզնեսին, այսինքն դու այսուհետև ճիրը արտադրում ես ոչ թե նրա համար, որ ունես ծիրանի ծառ, այլ որովհետև տեսել ես, որ ինչ-որ մեկը ճիր է ու այդ ճիրը վարքագիծ ունի, մարդիկ առավոտյան սուրճի հետ ճիր են օգտագործում, նստում մտածում ես, քանի հատ մարդ կա, քանի հատ առավոտ կարա լինի, քանի հոգով են, ինչպես է ճիրը ես պատրաստեմ, հետևաբար, ձեր հարցի պատասխանը Նատալի ջան, շատ հստակ է դրված, այսինքն ինչի պետքա գյուղատնտեսը դրանով զբաղվի, որովհետև ինքը պետքա բիզնեսով զբաղվի, այսուհետև գյուղատնտես բառը մեր համար շատ կարևոր, մենք չպիտի կապենք գյուղի հետ, ամենամեծ խնդիրը հենց դրա մեջ է, մենք մտածում ենք, եթե մարդը գյուղում է ապրում, ապա ինքը գյուղատնտես է, ոչ, գյուղատնտեսը դա ֆերմերն է, բիզնեսմենն է, ինքը գործարար է, ինքը կարող է ապրել քաղաքում, բայց ելնել գյուղատնտես, այսինքն շատ կարևոր է սա գիտակցել, գյուղում ապրելը դա չի նշանակում դու ավտոմատ գյուղատնտես ես, ու հակառակը մենք պետք է գիտակցենք, որ միակ ռեսուրսը, որ աշխարհում գնալու է պայքար մոտակա 10 տարվա մեջ, դա լինելու է պարենային անվտանգությունը, ջրի պակասությունը եւ այսուհետեւ գյուղատնտեսությունը ինքը ոչ թե տենց դատացիոն լավ կլիներ մենք էլ ունենային գյուղատնտեսություն, ոչ, դա պարենային անվտանգության կարևոր բաղադրիչ է, հա? Ու մենք չպետք է ուրախանանք, որ 80% հավը դրսից է գալիս Մենք պետք է ուրախանանք, երբ որ այդ թռչնամիսը արագ սպիտակուցը մեր մոտ արտադրվում։ Ես ներգրավման փուլում բայց այդտեղ կարևոր բան կա։ Այդ տեսեք, այ տեխնոլոգիաների օգտագործումը մոտիկացրելա դու արդեն ավելի արագ կարող ես իմանալ, որ կա այսպիսի օրինակ պայմանական օրինակ թռիչքային աճ ունեցավ հավի թևիկները։ Եթե դու տրենդերին չես հետևում, հեռու ես, դու չգիտես, որ եթե ժամանակին հավի բուտն է կարևորը, հիմա հավի թևն է կարևոր դարձել։ Ամբողջ աշխարհում թևի համար են կռիվ տալիս, որովհետև ռեստորանները
fast food արագ սննդի, թելիկներն են ավելի շատ վաճառում։ Հետևաբար, այս տրենդերին հետևելու համար քեզ պետք է տեխնոլոգիաներ։ Էլ չեմ ասում հատուկ սորտեր, հատուկ, այսինքն չի կարելի այսօր բողոքել, որ եղանակը լավը չի, կարկուտ էր եւ այլն, որտեղ դրա մասին տեխնոլոգիաները կան։ Մերսի Նարեկ ջան, ես ներգրավման փուլում այս հարցը հենց այնց չբարձրացրեցի, որտեղ ես շատ եմ առնչվել ներգրավման փուլում գյուղատնտեսների հետ առնչվելով այդ հարցերը ես հենց իրենց հարցերը փոխանցեցի ձեզ ու կարելի ասել, որ նույն բանն էլ ես եմ էլի ներկայացրել իրենց, ասելով, որ գյուղատնտեսը պիտի պատրաստ լինի էքսպերիմենտների, դիվերսիֆիկացնելու իր պրոդուկտը, եթե դու ամբողջ կյանքում, չգիտեմ, կարտոֆիլ ես աճացրել ու դա քեզ ձեռք է տվել, միգուցե X հեկտար տրամադրես այլ պրոդուկտի, այլ գյուղատնտեսական պրոդուկտի, միգուցե դա ավելի է ու իմ անձամբ իմ փորձերից մեկն եմ ասում, մի ֆերմեր ինձ հենց այդտենց էլ ասեց, որ ամբողջ կյանքում պապական կարտոֆիլ ու կաղամբ ենք մենք աճացրել բանում Մարտունիի կողմերից էր այդ մարդը, ասեց ու ինքը ասում է ու մեկ էլ պատահական չգիտեմ ասում է ոնց սկսեցի մալինա աճացնել ու ասում է հիմա ես էլ ասում եմ կյանքում չեմ գնա կարտոֆիլ եւ կաղամբ աճացնեմ, ասում եմ ինչու, ասում եմ որովհետեւ սա ոնց որ նույն ռեսուրսը դնելով ես ավելի շատ արդյունք եմ ստանում ու հենց ոնց որ ասում են մեխին խփեց այդ անձը այն առումով որ հարցին պատասխան բոլոր նրանց ովքեր որ լսում են կամ դեռ կլսեն այս մեր ձայնագրությունը ինչու գյուղատնտեսին հետաքրքիր պիտի լինի մեր ակսելերացիոն ծրագիրը այս մտածելակերպերի անդրադառնալու համար շատ կարևոր է էլի նշել անդրադառնանք մտածելակերպին խնդրում եմ թե ինչու պիտի վերանայվի կարտոֆիլն էլ չի եղել էլի դա հենց այդ մտածելակերպի տեսանկյունից կարտոֆիլն էլ է սուտ ասել պապական եթե իրանց պապը Կոլումբը չի հա որ կարտոֆիլը մի Ամերիկայից բերել է ապա դժվար է էլի ասել պապական կներեք էլի կարտոֆիլը 4 սերունդ արդեն 3-4 սերունդ արդեն կարտոֆիլ է մենք խոսում ենք նրա մասին որ 200 տարի ինչ որ բան ենք բայց դրանից առաջին Ամերիկան չկար 200 տարի առաջ Նարեկ ջան Ես հենց այդ եմ ասում էլի ամբողջ խնդիրը նրա մեջն է մենք չգիտեմ ինչի այն այսինքն հազարամյակներով ապրող ժողովուրդը 200 տարին արդեն համարում է այսինքն շուտով եվրոռեմոնտն էլ է դառնալու ավանդական էլի այսինքն այդպես չի այսինքն դու պետք է հենց այդ նոր տնտեսությունը նրա մասին է որ դու այսուհետև իրավունք չունես բաց թողես քո հաճախորդին դու պետք է հասկանաս իր վարքագիծը փոխվեց Դու իրավունք չունես իրան փնովես, դու չէ իրավունք չունես իրան ասես, այ մարդպես ինչ է նշանակում, դու պետք է հասկանաս, որ այսինքն դժվար է պատկերացնել, հա, որ տեսեք, մենք գյուղատնտեսությունի չենք կապում туриզմի հետ։ Ինչի է այդ ամեն ինչ իրար հետ կապվում, որովհետև այսինքն բոլորը հասկացել են, որ բերել ցույց տալ հնություն, հա, դա շատ լավ բան է, փառք ասում էր, պապերը պահպանել են, ինչքան կարողացել են, մեզ փոխանցել են, հա, ասա մենք է պահպանենք, փոխանցենք մեր թորներին Միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ եթե դու այսօր փորձառություն չես վաճառելու, այդ experience կոչեցյալը, հա, զբոսաշրջությունը չի աշխատելու, դու չես կարող մարդուն, ասես, դե արի գնա, ըստ ինչ-ինչ տեղը նկարվի։ Դա կարող է անել այն մարդկանց, որտեղ զբոսաշրջության կարևոր թիրախը հետաքրքրասեր մարդիկ են։ Հետաքրքրասեր մարդիկ այսօր իրանց հետաքրքրասիրության 80%-ը ծախսում են on-line Եվ եթե դու դա on-line-ում չես բավարարում, իրանց այն 20% off-line-ը այդքանը կարող է հետաքրքիր չլինի։ Հետևաբար, մենք այսօր պետք է խնդիր դնենք, տեսեք, մեզ հարևան ոչ բարեկամ երկիրը շատ արագ հասկացավ նոր տնտեսությունը եւ 300-ից ավել սերիալներ է նկարել գոյություն չունեցող իր պատմության մասին։ Հա, ու այդ սերիալները մաքսիմում տարածվում է ամբողջ աշխարհում Մաքսիմում բավականին ռեյտինգներով Իհարկե նույնիսկ Հայաստանում ու արդյունքում մարդիկ գնում են այնտեղ որպեսզի տեսնեն դες հետաքրքիր բան է ուրեմն աշխարհում հետազոտություն են արել եւ ասել են նշեք top 5 պատմական ֆիլմերը top 5 պատմական ֆիլմերի մեջ երիտասարդները նշել են ուրեմն ոնց է Game of Thrones-ը Game of Thrones իրանց համար պատմական ֆիլմ է, չէ՞։ Մարդիկ պատկերացնում են, որ եղել է այդպիսի պատմություն։ Սա չի կարելի, տեսեք, մենք այն սերունդն ենք, որ կարող չեն հասկացել ինչ ասել է պատմական, կարճ կոնկրետ։ Այ Նատալի ջան, ամբողջ խնդիրն է, որ այսուհետև դա էլ գոյություն չունի։ Եթե ինքը համարում է, որ դա պատմություն է, ապա վաճառի իրան այդ պատմությունը։ Այսինքն, եթե մենք այսօր ունենք Գառնի Գեղարդ, մենք ունենք ունիկալ վայրեր, մենք ունենք Սևան, մենք ունենք
ունիկալ սյունիքը, չբացահայտված լոռու մարզը ամբողջովին, մենք չենք կարողանում դա սիրուն փաթեթավորենք ու մեդիա հարթակում entertainment ֆորմատով վաճառենք, ապա 3-4 հատ ռոլիկը, որ մենք նկարելու ենք ու Евроньюզով ցույց ենք տալու, դա ընդհանրապես արդյունք չունի։ Դա համազորա նրան, երբ որ դու գնաս միջազգային աերոպորտում, գոռաս, «Էստի համեցեք»։ Կարող է մի 10 հոգի լսեն։ Ավելավա փող խնայենք, այդ նույն բանը անենք։ Հետևաբար, այս զբոսաշրջությունը եւ գյուղատնտեսության հետ փորձառության տեսանկյունից կարող է դառնալ հետաքրքիր, որտեղ այսօրվա սերունդը շատ դեպքերում հենց դրա համար է ինքը, տեսեք, առելի մեծ քանակությամբ ռելոկանտներ, միգրանտներ, չգիտեմ ինչի նոր տերմին են օգտագործում։ Միգրանտներ, երբ որ եկան Հայաստան, հա, իրենք իրանց համար բացահայտեցին ու շոկով խոսում էին, ասում են, դուք այսպեսի ունիկալ Վանաձոր ունեք, դուք այսպեսի ունիկալ Ստեփանավան ունեք, այս ի՞նչ է ձեր Գորիսը, հա, ո՞նց այս ամեն ինչը չփաթեթավորված, չներկայացված։ Իսկ մենք դրան վերաբերվում ենք ոնց որ Սերվանտի մեջի լավ բաժակի։ Ունենք, թող Նարեկ մնան։ ջան, շատ ճիշտ ինձ հիշեցրեցիր նաև այն փաստը, որ մենք խոսում ենք կատալիստների մտածելակերպի եւ կլաստերային մոդելի Այո։ մասին նաև։ Արի մի քիչ դրանից խոսանք, որովհետեւ հենց այն ինչ որ հենց նոր մի քիչ առաջ ասացիր, դրան էլ անդրադառնում։ Մենք ինֆրաստրուկտուրա չունենք եւ մենք չունենք, այսպես ասած, կատալիստներ, նման մտածողություն ունեցող միավորներ մարզերում, ովքեր կկարողանան իրենց շուրջ հավաքել այդ բոլոր ամբողջ այդ թվում նաև գյուղատնտեսության մասով։ Մի հատ նշում անեմ, հետո ձայնը փոխանցեմ քեզ, ինչու ենք հենց նորից կապում, հա, գյուղատնտեսությունն ու туриզմը, քանի որ միշտ ասում եմ, մեր հայկական նկարած պամիդորը, լոլիկը շատ ավելի համավա, քան արտասահմանում նույն նկարած ներկած լոլիկը, հա։ Մեր մոտ ամեն ինչ համովա, նույնիսկ մեր պլաստմասը, այսպես ասած, այսինքն եթե մենք կարողանանք մեր գյուղատնտեսական պրոդուկտը կապենք նաև туриզմի փորձառության հետ եւ որ օտարերկրացին գալիս է եւ հավանում է մեր արհեստական լոլիկը, որը վաճառվում է, հա, կոպիտ ասած, տենց վատ օրինակով եմ ես լոլիկի վրա բերում, բայց դուք ինձ հասկացաք ինչի նկատի ունեմ։ Մեզ մոտ սնունդը շատ համեղ է եւ դա այդ կոմպոնենտը պետք է վառ օգտագործել նաեւ туриզմի ոլորտում նույնպես, մեսենջերի տեսանկյունից։ Հիմա ես ուղղակի ձայնը քեզ փոխանցեմ կլաստերային եւ ընդհանրապես կատալիստների մասին մի քիչ ներկայացրու։ Ինչու է դա կարևոր եւ ինչու պետք է այս երկու ոլորտներն էլ, туриզմը եւ գյուղատնտեսությունը, իմանան ինչ է դա եւ դա կարողանան մոնետիզացնել։ Նատալի ջան, այստեղ մենք մի քիչ շատ կարևոր բան պետք է անենք, անդրադարձ անենք, վերադառնանք նրան, որ շատ կարևոր է գիտակցել, որն է մեր նպատակը։ Մենք շատ դեպքերում բիզնեսի մեջ մտնելով առօրյայի մեջ, ցավոք սրտի մենք չենք գիտակցել, թե աշխարհում ինչի են հորինել փոքր միջին բիզնես գաղափարի, թե չեմ սխալվում 99 թվական, հա, 98-99 թվականին, երբ որ այդ տերմինը ակտիվ մտավ շրջանառության մեջ, նպատակը նա էր ոչ թե այսուհետև մարդու վրա շտամպ դնել եւ ինքը ամբողջ կյանքում լիներ փոքր միջին ձեռնարկատիրություն, այլ ոչ, գործիքակազմը, որը կիրառվելու էր իրանց վրա, այնպես աշխատել, որպեսզի իրանք կանվեերի պես փոքրը դառնար միջին, միջինը դառնար մեծ եւ գնար։ Եվ պատասխանատու մարդիկ, այդ ոլորտների պատասխանատու մարդիկ եւ գործիքակազմ կիրառող մարդիկ պետքա պատասխանատվություն կրեին կոնվերսիայի համար։ Այսինքն, քանի մարդ նորից գրանցվեցին որպես, քանի քաղաքացի գրանցվեցին որպես գործարար, փոքր, հետո փոքրը դառավ միջին, միջինը գնաց դեպի մեծ, մեծն է գնաց դեպի մասշտաբավորում։ Այդ դա ընկալելի էր այն հին աշխարհում, այսպես եկեք այսպես ասենք, էլի։ Բայց երբ որ եկավ նոր տնտեսությունը եւ նոր աշխարհը, այսօր ել եմ կրկնում, անձը կարող է ինք իրանով, իր հեռախոսով ավելի շատ փող վաստակել, քան ես 800 հատ աշխատակից ունենալով ամբողջ օրը քրտնջան աշխատելով եւ այլ ամբողջ օրը մտածելով մատակարարման մասին, վաճառքի եւ այլ։ Այդ ամբողջ թողենք մի կողմ։ Հետևաբար, այստեղ հենց գալիս է լավ, եթե փոխվում է վերաբերմունքը բոլոր երևույթներին, ինչպես հավաքել եւ ինչպես մրցակցային սարքել բիզնեսները գլոբալ աշխարհում, երբ որ պայմանական, հա, դու կարող ես Հայաստանում առանց որևէ ներկայացուցիչ ունենալու Ղրղստանից կոշիկ վաճառել։ Ես կոնկրետ օրինակն եմ բերում, որտեղ Ղրղստանից առելի մեծ քանակությամբ կոշիկ է վաճառվել Հայաստանում անցյալ տարի, հա։ Մեր քաղաքացիները նույնիսկ չգիտեն, որ դա ղրղստական է, որովհետև այդ ամեն ինչը պատվիրել են Վալբերիսով։
Իրանք նույնիսկ ներկայացություն չեն բացել, իրանք նույնիսկ բրենդինգով չեն զբաղվել։ Մարդիկ այդ ամեն ինչը արել են, հա։ Հետևաբար այստեղ գալիս է այն կարևոր բանը, որ ոնց որ խոսեցինք նրա մասին, պետքա բաց չթողես քո հաճախորդին, նույնը վերաբերում է բիզնեսին։ Մենք պետք է հասկանանք այդ մատակարարման շղթան եւ այդ մատակարարման շղթայի մեջ փորձել համագործակցելով մանավանդ մարզային բիզնեսները, համագործակցելով կլաստերներ ձևավորենք։ Այսինքն մենք չենք խոսում նրա մասին, ես ամեն անգամ սրա մասին խոսալուց հետո ինձ ասում են մենք չենք կարող իրար հետ միավորվել, դա ես չգիտեմ էլի ով է բոլորին տենց ներշնչել որ չեն կարող միավորվել, ով չի կարող թող գնա, հա, այսինքն դուրնել է բաց լուսամուտնել, հա, կոոպերատիվների մասին չի, այլ ուղղակի միասին համագործակցելու մասին։ Այո, մենք խոսում ենք նրա մասին, որ շատ կարևոր է գիտակցել, եթե մեզանից ինչ որ մեկը կարողանում է ինչ որ մի հատ process ավելի լավ անել, ապա պարտադիր չի որ ինքը ամբողջ շղթայի process-ները սկսի լավ անելը։ Շատ հնարավոր է ինքը կարճ հատվածում դա կարողանա անի եւ դառնա աջակից մնացածին։ Հետևաբար մենք պետք է գիտակցենք, որ մեկ հաճախորդը ինքը ապրանքը գնելուց հետո ինքը չի կորում։ Ինքը պայմանական, երբ որ գալիս է, սա նույնիսկ վերաբերում է իվենտներին, միջոցառումներին, հա, եթե ինքը գալիս է լոռու մարզ, հա, ինքը չի եկել կոնկրետ մի բան տեսնի եւ հետ գնա, ինքը այնտեղ նաեւ համտեսում է, իրան հետաքրքիր է նաեւ ինչ որ ապրանքներ, ինքը արտադրությունով է կարող է հետաքրքրված լինել, այսինքն տաքսի է պետք, մեքենա է պետք, այո, տաքսի, մեքենա, ակետից պեկետ է պետք, ուտելիք եւ հենց այստեղ է հարցը, արդյոք մենք զբաղվել ենք նրանով, որ փառատոնները եւ ուտեստները ինչպիսին կան մեր մոտ բազմազան ամեն մարզում լինեն յուրահատուկ, այսինքն ամենտեղ չլինի նույն ուտելիքը, հա, որովհետեւ երբ որ մենք գնում ենք Գորիս, հա, ամենայն սիրով հարգանքով ավանդական լիք ուտեստներին, հա, մենք չենք պատրաստվում այնտեղ խորոված փորձելու, էլի, մենք գնացել ենք այնտեղ յուրահատուկ այնտեղի պայմանական պսկթանը փորձելու, էլի, այսինքն դա դրա մասին է, հա, այսինքն կլաստերային մոդելից խոսելիս մենք խոսում ենք նաև ռեսուրսների օպտիմալացման մասին, այս կակրած ձեր ոլորտն է, չէ՞ Մեգի ջան։ Ամեն մեկը, այո, Մեգին Աջան, հարց տվեցիր։ Ռեսուրսները, որ ռեսուրսների օպտիմալացում, չգիտեմ, optimization, ռեսուրսների օպտիմալացում։ Ռեսուրսների եւ այդ գործընկերության վրա հիմնված է այդ մասշտաբավորում, աճ ասենք, ինչ ասենք, շատ կարեւոր է, որ բայց Ստեղի մոտ sense մի հատ բայց կա, հա, կլաստեր ասելով մենք հոմ նկատի չունենք միայն փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների միջև համագործակցություն, դա պետք է համայնքային, դա պետք է լինի եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական մարմինների եւ միգուցե, չգիտեմ, դոնորների ինչ որ միջամտության եւ միգուցե նաեւ հաճախորդներն էլ կազմեն այդ կլաստերի մի մասը։ Բայց ես իմոտ ասում ենք, որ չեն կարող միավորվենք, բայց մենք նույնիսկ Հայաստանում ունենք մի քանի լավ կոոպերատիվի օրինակներ, որոնք շատ լավ աշխատում են, շատ լավ համագործակցում են, շատ լավ կարողանում են միավորեն բոլոր ռեսուրսները, ճիշտ բաշխեն, ճիշտ իրանց ապրանքը փաթեթավորեն եւ վաճառեն, ընդ որում, այո, ասենք հեչ պարտադիր չի, որ ամբողջ շղթան կատարի մեկ կոոպերատիվը կամ մեկ պարտադիր չի, որ դա իրավական կարգավիճակ ունենա, հա, ինքը կարող է ուղղակի Հա, մեր օրինակ Սարերի բարի Քարտուշ Խաչատրյանի Գեղարքունիքում ինքը այդ նույն մոդելով այնք աշխատում, լինելով կատալիստ, ինքը անձամբ խրախուսում եւ խթանում է գյուղատնտեսության ոլորտը Գեղարքունիքին այտենց կլաստերներ ստեղծելով։ Իսկ դու ինչ օրինակներ ունես, որ ասում ես ունենք աշխատող օրինակներ, դրանք որոնք են օրինակ Մեգի։ Մեր կոալիցիայի անդամը Լուկաշինո կոոպերատիվը Այո, Լուկաշինը նույնպես, այո, իրենք ակրած արտահանում են անում, ճիշտ է։ Իրանք արտահանում են անում, ընդ որում իրանց մոտ արդեն կամաց ասել են նրան, որ իրանց մոտ էկո ապրանքա եւ իրանց գործելավոճը լրիվ շրջանաձև է, շրջանաձև տնտեսության սկզբունքով է։ Դավթյան ֆարմը, եթե չեմ սխալվում։ Այո, Դավթյան ֆարմը նույնպես։ Այսինքն ունենք այդ օրինակները, պարզապես երևի թե ստեղ շատ կարևոր է այդ կատալիստ ասած անձանց մեծացնելը, հա, անձ լինի թե ձեռնարկությունը լինի, չգիտեմ։ Մեկ էլ sense մի կոմենտ, փոքր եւ միջին ձեռնարկությունների երբ որ այդ տերմինը ոնց որ սահմանվեց եւ սկսեցին աջակցություն տալ,
Իմ կարծիքով նպատակը այդքան էլ իրանց աճացնել, մեծացնելը չէր, ինչքան կայունացնելը, որովհետև սոժը փոքր եւ միջին ձեռնարկությունները ավելի ճկուն են։ Եվ այս նոր փոփոխություններին, այս արագ փոփոխություններին շատ ավելի արագ են ադապտացվում, քան մեծերը։ Միգուցե նպատակը ոչ թե մեծանալն է հենց այդպիսին հենց զուտ մեծանալու համար, այլ նաև խելամիտ մեծանալը, հա, նույն ռեսուրսներով շատ ավելի բան արտադրելը, նույն ռեսուրսներով շատ ավելի շատ եկամուտ եւ շահույթ ստանալը։ Եվ իհարկե կլաստերի դերը թերագնահատել իհարկե չի կարելի, բայց Ու կոնկրետ Դա գործիքակազմից տնտեսության մեկն է։ եւ туриզմի ոլորտում դրանք մեկն կարևոր է։ թեմաներ են, այո։ Այո, գործիքակազմից մեկն է ու եթե մենք գիտակցում ենք, որ Գործիքակազմից մեկն է։ պատկերացրեք, այսինքն եթե մենք այսօր ունենայինք բառից բուն իմաստով գրագետ փաթեթավորված Սյունիքի վերաբերյալ տուրիստական կլաստեր, այսինքն մի քանի փաթեթներով, մի քանի մարշրուտներով, տեսեք, էլեմենտար բան ենք ասում, հա, նորից վերցնենք օրինակ, ինչ ենք մենք վերցնում հարևան ոչ բարեկամ երկրից, որովհետև շատ դեպքերում իրանց տեսնում ենք արտերկրում, թե իրանք ինչպես են աշխատում։ Իրանք նույնիսկ արտերկրում բոլոր խոհանոցները մեկ հեշթեգի տակ են աշխատում։ Այսինքն գործարանները տարբեր են, տարբեր բիզնեսներ են մտածում, բայց բոլոր ռեստորանները աշխատում են մեկ հեշթեգի տակ։ Իրանք իրար մեջ պայմանավորվել են ամբողջ ու դա արվել է, հա, արտերկրյա փորձագետների կողմից մշակված ծրագրով, որպիսի ստանդարտներ սահմանվեն ու այսուհետև եթե դու մտնում ես ու այդ հեշթեգը կա, ապա նույն ձև ես դու ստանալու։ Հետևաբար դուք տեսեք, մենք ունենք բավականին մեծ քանակությամբ ճանապարհ, որ մարդիկ գնում են մեկ, այսինքն այդ ճանապարհին գտնվող սննդի կետերը, արդյոք այդ սննդի կետը կապ ունի տուրիստական վայրի հետ։ Արդյոք ինքը կապ ունի, այսինքն ինքը իրանով առանձին է ապրում, թե ինքը գիտակցում է ինքը որ մեծ շղթայի մի մաս է եւ մարդու փորձառության մեջ ինքը եւս հետ կա թողում։ Մենք մտածում ենք օրինակ Վրաստանը մարդկանց դիմավորում է փոքրիկ գինու շշով, ճիշտ է։ Եվ այս բայց ինչու է ինքը դա անում, հա, երբ որ մարդիկ մտնում են ողջունում, իսկ մենք ունենք այդպիսի ողջունի խոսք, երբ որ մարդիկ գալիս են, ել չեմ ասում հրաժեշտի խոսք, ինչ որ բոքս, դա մենք հիմա կարող ենք ասել, գիտեք ինչ, սրանով պետքա պետությունը զբաղվի։ Ոչ, նոր տնտեսության մեջ սրանով զբաղվում է գործարարը, որովհետև արհեստական բանականության գործիքակազմի լիարժեք աշխատանքով հələ մեծ հարցականա թե պետության դերը հասարակության մեջ ինչքան է մնալու, որովհետև դա էլ է փոխվելու, հա, ու հետեւաբար կայուն է մնալու գործարարը, որովհետև գործարարը հողին կպած ինքը իր հաճախորդի հետ հարաբերությունները երկարատև կառուցելով գնում է։ Ու դրա համար մեր նպատակն է այսօր հասկանալ, երբ այդ ահազանգը գինու ոլորտում մենք ունեցանք թռիչքային փոփոխություն 15 տարվա մեջ, որովհետև գինի արտադրողները գինու համախմբվեցին եւ իրարից սկսեցին աշխատանք անել։ Վարքագիծ փոխվեց ոչ միայն աշխարհում, այլև Հայաստանում։ Համաձայն եմ։ Իդեալական Այն օրինակ։ աստիճան, որ վրացիները բավականին նեղվել են։ Այսինքն ապրեն իհարկե թե մարդիկ ովքեր այդ գործը կատարեցին, գինու հիմնադրամը առելի մեծ աշխատանք իրականացրեց, հա, եւ այդ միավորման ուժը, այսինքն այդ մրցակցելով համագործակցելը տվեց արդյունք։ Մի հատ այսպիսի օրինակ բերեմ։ Ոլորտայինը իհարկե հասկացանք։ Մի հատ կլաստերային ինչ ասել եք։ Որ խոսում էիր կլաստերներից ու այդ հեշթեգներից, շատ կարևոր մի բան ասացիր Նարեկ ջան, ստանդարտների մասին։ Այդ ստանդարտները պետք է դնել, ստուգել, պահպանել։ Առանց դրա ոչ մի կլաստեր չի ձևավորվի։ Իսկ դա ցավոք մեր գործարարների երևի թույլ կողմերից է։ Բանը համակարգված չի, ավելի շուտ խնդիրը կանում է նրանում, որ այդ հիմա տեսեք, այդ համակարգված չի մեջ է մտնում հենց ինչ ասել է կատալիստ։ Օրինակ, sense մի հատ օրինակ բերեմ, օգտագործողի զբոսաշրջիկի փորձառության տեսանկյունից, որpիսի նրանք ովքեր որ առաջին անգամ են առնչվում առհասարակ կատալիստ տերմինի հետ ու կլաստերային գործելավոճի հետ, պատկերացնեն թե դա իրանից ինչ է ենթադրում։ Օրինակ, ես տուրիստ եմ եւ ինձ այս պահին շատ հետաքրքիր է գնամ Լորվա մարզի ինչ որ մի հատ գյուղում, գտել եմ մի հատ շատ գողտրիկ հյուրատուն եւ ուզում եմ գնամ այնտեղ հանգստանամ 1 օրով։
Ես Այդ գնում գտել եմ լավ ասում էր եմ, հնչում։ Որտեղից ես գտել։ Էլի ինտերնետից։ փորձառություն եմ, կապ չունի, ես գնացել ինչ որ մի ձև, այդ գլորվա այդ հյուրատունը ինձ տարել հասցրել է իր մոտ եւ ես ընդամենը որոշել եմ մեկ օրով գնամ пассив հանգստի։ Ես գնացել հասել եմ, բայց այդ կատալիստը, եթե այդ հյուրատունը իրանից կարող է, եթե այդ հյուրատունը կարողանա ճիշտ կատալիստ հանդիսանալ, ինչպես հասնում եմ այնտեղ, ես ուզում եմ այնտեղ սնվեմ ոչ միայն հյուրատանը, այլ գնամ մի քիչ գյուղում պտտվեմ։ Ինքը ինձ կարող ուղղորդի, ասի գնա այս ինչ տեղը համով, այս ինչ բանն են տնական սարքում տալիս, այսինքն այնտեղ կա ինչ որ մեկը, ով որ կարող է թոնիր ունի եւ թոնիրի շուրջ կարողանում է տնական համով ուտելիք տալ։ Ես գնացի այդ մարդու մոտ, այդ գյուղացու մոտ։ Դա կլաստեր համար 1, երկրորդը ինձ կարողանում է ապահովի, օրինակ Վիլիս է տրամադրում, ասում է, այ ձյաձ Պավլիկը քեզ կարա իր վիլիսով տանի մի հատ այդ սարերով, ձորերով պտտացնի։ Ես գնում եմ պտտվում հետ եմ գալի, մյուս ձյաձ Պավլիկը ինձ տանում է ձիով պտտացնում եւ ես մեկ օրվա փոխարեն մնում եմ 2 օր ու արդեն քանի գյուղացու հետ ես առնչվելով ես մեկ օրից ավել մնում եմ այդ տարածքում։ Կատալիստա հանդիսանում հյուրատունը, որ նախորոք կոնկրետ ֆիքսում է ով ինչ ծառայություն կարա մատուցի, իրանց այդ վերապատրաստումը անցնում տարական basic, հա, տարական, այսինքն դու մաքուր պահի քո թոնրատունը կամ սիրուն բարձիկներ դիտ որ կան կոմֆորտ նստեն քո թոնրատանը, մենյու կազմիր, երկարաժամկետ մենյու, այսինքն մի քանի ժամվա ընթացքում պատրաստվող պատվերով մենյու եւ արագ պատրաստվող սննդի մենյու ունենամ, ես գտնեմ բոլոր ձյաձ Պավլիկներին, ովքեր ունեն վիլիս եւ կարող են X քանակի մարդկանց տանել այս մարշրուտով, պատկերացրեցիք, չէ՞։ То есть այդ հյուրատունը արդեն ինքը, եթե գիտի, որ ինքը կարող է հանդիսանալ կատալիզ եւ կարող է մոնետիզացնել այդ փորձառությունը եւ դրանով օգնել նաեւ համայնքում տարբեր ակտորների, գործող միավորների, այսինքն գյուղացիների ներգրավի կլաստերի մեջ, դա հենց իդեալական մոդելն է, այսինքն մենք նաեւ խոսելու ենք նրա մասին, թե ինչ ասել է կատալիստ, ինչպես կարելի է օգտագործել քո ռեսուրսը եւ կապել այդ բոլոր օղակները, այդ թվում նաեւ գյուղատնտեսության ոլորտում եւ համայնքում հանդիսանալ, համայնքում խթանել հենց այդ փորձառությունների շարքը։ Մոտարապես այսպես։ Դա բոլոր հյուրատները ինձ թվում է այդ ճանապարհով անցնում են, որովհետև սկսվում է նրանից, թե ինչպես Ցավոք ոչ գրավել։ բոլորն են գիտակցում, թե դա Հա, ինչ է։ հա, հա։ Բայց առնչվում են այդ խնդիրների հետ, որովհետև տուրիստին բերելը ինչքան կարաս իրան պահես։ Այո։ Ուզած սկսում ես իր համար ինչ որ մի ժամանցի միջոցառումներ կազմակերպել։ Սովորաբար սկսում են նրանից, որ կազմակերպում են սեփական ուժերով։ Հետո հասկանում են, որ միայն սեփական ուժերով համենայն դեպս Պետք է բաժանել, այո։ պետք է բաժանել։ Իդեալական տարբերակում միանշանակ հյուրը, ցանկացած տուրիստը, որը գնում է մի համայնք, ոնց որ սենց իրան պետք է սենց ձեռից ձեռ փոխանցել, հա, ըստեղ քնեց, կերավ, ըստեղ երաժշտություն լսեց, ըստեղ, չգիտեմ, գնաց ինչ որ մի Սարիգագաթին այքո ասած Պավլիկ Ձաձան տարավ, այստեղ լուսաբացը դիմավորեց, այստեղ հակառակը, չգիտեմ, արևամուտը տեսավ եւ այլն։ Նկարվեց։ Ուրահատուկ բան ինչ որ համ տեսեց, նկարվեց եւ այլն։ Ու դա միգուցե իհարկե կան հաջողված օրինակներ, բայց այդ կատալիստին ո՞նց աճացնենք, ո՞նց ստեղծենք այդ կատալիստը։ Ամեն ինչ սկսում է մտածելակերպից։ Միանշանակ, դա լինում են այն մարդիկ, ովքեր որ այդ գյուղից են, գնացել են Երևան կամ գնացել են արտասահման, սովորել են, ապրել են ինչ որ մի ժամանակ հետ են եկել, ու արդեն հասկանում են ինչ է պետք անել գյուղի համար։ Արդյոք հնարավոր է, չգիտեմ, ցանկացած համայնքում այդտենց մի կատալիստ։ Այո, հնարավոր է։ Ես դες մի հատ կարևոր բան ասեմ, իրանք կան։ Կատալիստները իրանք չգիտեն, որ իրանք միշտ կան։ Իրանք չգիտեն։ Ասում է, եթե մենք ընդհանրեն իրանք ուշադրություն դարձնենք եւ մոլախոտը հավաքենք, ապա իրանք կաճեն։ Դաշտում, հա, առաջերտին դու մոլախոտը հավաքես, որ գյուղատնտեսության թեմայի մեջ ենք, էլի գտնվում։ Ասում եմ, մոլախոտը ինքը միշտ աճում է, հա, պետք է ամեն ինչ անես, որ օգտակար կուլտուրաները սկսեն աճելը, իրանց պետք է օգնես աջակցես, հա, այսինքն միջակայքերը միշտ ճանապարհ գտնում են։ Ամբողջ խնդիրը, եթե մենք մեր մեջ անջատում ենք յոլա գնալու կնոպկեն, այ այս է կարևորը։ Ինքը դրա մասին է,
Եթե դու գիտակցում ես, որ ընդամենը ուզում ես վազես, հա, մարդը որ ուզում է վազի, ինքը սկսում է ճանապարհ ման գալը։ Հա, մարդը որ ուզում է նստած է դիվանին, ինքը իր համար նստած է իր համար։ Այն որ հիմա դու այդ մարդուն ասա, գիտես ինչ, մի հատ ունիկալ ճանապարհ ենք սարքի։ Իրան ինչ, ինքը դիվանի վրա նստած է։ Իրան նոր դիվան է պետք։ Իրան միայն նոր դիվան է պետք, ու ավելի լավ պուլտ, ու մի քիչ ավելի մեծ տելևիզոր։ Հա, այսինքն, եթե մարդ ուզում է Լավ վազի, հաղորդումներ։ ինքը սկսում է ճանապարհ ման գալը, հետո ինքը սկսում է բողոքելը, հետո ինքը ասում է, գիտեք, կարող ճանապարհը, հետո միավորվում ուրիշ վազողների հետ։ Հետո ասում են, լսեք, մենք այսքան վազում ենք, եկեք եթանք մենք այս համայնքապետին ասենք, այ մարդ ծեմ այդ լույս վառի։ Գիշերներ ենք ուզում վազենք։ Այսինքն, տեսեք, մենք ուզում ենք туриզմը հասցնենք 3 միլիոնի 100 օրվա մեջ։ Դա վախենալու թիվ է։ Այսինքն, երբ որ դու խոսում ես նրա մասին, որ 100 օր է քո մոտ մարդիկ գալիս, այսինքն մենք ինչ ենք պատրաստվում, անի հյուրանոցի վրա մի հատ էլ անի հյուրանոց դնենք, որովհետև туриզմի թիվը հասցնել 3 միլիոնի, նույնիսկ Հայաստանի համար դա վտանգավոր է, որովհետև մենք չգիտենք, մենք չենք մարսել այդ туриստներին, մենք իրանց ռեսուրսը ամբողջովին չենք օգտագործել, մենք չգիտենք քանիսն են իրանցից երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ գալիս, քանիսն են ընտանիքի հետ գալիս, քանիսն են գալիս, որովհետև ստիպված են գալիս, որովհետև չունեն զագրան պասպորտ ուրիշ երկիր գնալու։ Մենք իրանց ու ամենակարևորը մենք ձմեռային туриզմ չունենք։ Մենք չունենք նոր տարի։ Մեր մոտ չեն գալի։ Մենք հակառակը Հայաստանում աշխատած փողը 300-400 միլիոն տանում ենք Վրաստան։ Մենք չենք մտածում նրա մասին, որ ժողովուրդ, իսկ կարող է Հայաստանում ձմեռային туриզմ զարգացնենք։ Իսկ կարող է մենք Կաղանդ Պապին փաթեթավորենք, պայմանական Լոռու մարզում, միտեղ ասենք, էսի Կաղանդ Պապին ըստեղ է ապրում, ըստեղ է իր տունը։ Ուտեղ մենք սկսենք գեներացնել կլաստերային մոդելով, նոր տնտեսության մոդելով մեդիա կոնտենտներ, որը կնպաստի թե տեղի туриզմին, թե գյուղատնտեսությանը, թե ինչու ոչ, այդ շրջանաձև տնտեսության մեջ նոր վարքագիծ սկսենք բերելը, պարտադիր չի ծառը կդրել բերել։ Մենք ուրախանում ենք, որ Երևանի հրապարակում տոնածառ է դրա, Ջորջ ջան, էդի շատ հետաքրքիր է, երբ որ դուք ապրում եք 90-ականներում։ Մենք հիմա մեդիա դաշտում ենք ապրում, մարդիկ իրանց հեռախոսով տեսնում են Դուբայի տոնածառը կամ դա արդեն հետաքրքիր չի, նոր սերնդին դա հետաքրքիր չի, նոր սերնդին նոր փորձառություն է պետք։ Իրանց պետք է գնա միտեղ պայմանական եկեք այդ փորձառությունը կարող լիներ մարզերում, կարող լիներ, այսինքն մենք եթե գյուղատնտեսական ու զբոսաշրջային ոլորտը իրար չմիավորվեն ու մենք չունենանք նոր փաթեթներ ձմեռային туриզմի տեսանկյունից, հա, ու դա սարքենք այդտեղ մենք կարանք 5 միլիոն զբոսաշրջիկ արդեն բերել, ոչ թե 3, որովհետև մենք ընդամենը 100 օր ենք աշխատում, հա, ամբողջ туриզմը ֆիքսված է 100 օրվա վրա։ Անհնար է 100 օրվա մեջ արդարացնել հյուրանոց։ Մենք 3 տարի հետո բախվել ենք լուրջ խնդրի հետ, կառուցված հյուրանոցները պետքա վերանորոգվեն, պետքա փոխվեն։ Ինչի հաշվին փոխվեն, որ 100 օր են աշխատել ու դու մենք ապրեք, այսինքն մենք հեսա կսկսենք բախվել նրա հետ, որ ամեն ինչը հնացել է, բայց այդ մարդը մեղավոր չի, ինքը իր փողը չի անել, որ նորից արդար ու մենք պետքա գիտակցենք, որ ամբողջ խնդիրը ինչի պետքա օգտագործվի հենց այդ նոր տեխնոլոգիաները, որ դու իրավունք չունես ֆիքսվես Հայաստան եկած զբոսաշրջիկին իրար մեջ բսկտենք դու իմ մոտարի չէ, դու իմ մոտարի, ոչ մենք պետք է փորձենք իրար հետ միավորվելով այդ մարդուն երկրորդ, երրորդ անգամ բերենք մեր մոտ, որpիսի ինքը երբ որ գալիս է մի հատ հյուրատուն, իսկ ինչ ենք ասում հյուրատները, ապրես, որ ինքը գա իր փորձառությունով կիսվի, ընկերներին ասի, գիտեք ինչ հավես է, մենք գնացել էինք, այս տարի ես չեմ գնալու, բայց երեխեքիս եմ ուղարկելու, այսինքն մենք ունենք ունիկալ զբոսաշրջության մի հատ ֆորմատ, որը չենք միջև մալը չի հետազոտվել, Աշխարհի հայերը երազում են իրանց երեխաներին ուղարկեն ամառային արձակուրդը Հայաստան անցկացնեն ճամբարներում։ Սա եւս նոր մի հատ ուղղություն է, այսինքն որ գան երեխեքը հայերեն խոսան, հայերեն սովորեն, բայց իրանց համար մասնագիտացված կուրս է պետք։ Այսինքն, որտեղ այդ երեխեքը սովորել են ամեն մեկը իր երկրներում իր վարքագիծը ունի, ու չի կարելի երեխուն ասել, գիտես ինչ, եկել ես Հայաստան սովորի մեջ, չէ։ Իրանք գադջետների մեջ են, հա, իրանք պետքա փորձես մեղ պոկես, որ չվիրավորվեն։ Մի խոսքով, ասեմ, հա, մենք պետքա մեր փոքրիկ լուման մեր կուրսով ներդնենք, բայց նաև մեր գործարանների հետ լիքը անելիք ունենք, որովհետև այսուհետև փոքր ընկերությունները, ինչպես նաև փոքր պետությունները իրավունք չունեն բողոքելու ռեսուրսներից։ 20 թվականից հետո այդ երևույթը կորել է։
դու չես կարող բողոքել, որ դու փոքր երկիր ես կամ փոքր ընկերություն ես, որովհետև նոր տնտեսությունը քո սահմանները բացել է, հա, ու դու հավասար պայմաններում ես գտնվում։ Ունես, հա, այո։ Դու չկա հասկացողություն փոքր շուկա։ Ընդհանրապես դու ունես կապրիչ, չես ուզում տեխնոլոգիաների հետ աշխատես։ Ես ուզում։ Այո, հալրիվ համաձայն եմ։ Արդեն արհեստական բանականության եւ ձևաչափում բացարձակապես էական չի քո աշխարհագրական դիրքը, չափը քո պետության եւ թե քանի միլիոն անձ է այդ պետության շրջանակում քաղաքացի։ Բացարձակ էական չի։ Եվ այս ձևաչափում մարդկային կապիտալը նույնպես այն ամենակարևորագույն առանցքային կոմպոնենտներից մեկն է, թեմաներից մեկն է, որը պետք է հաշվի առնել նոր տնտեսության ձևաչափում, դրա ռեսուրսը ճիշտ օգտագործել, որի մասին Նարեկը անպայման բնականաբար իր մոդուլի շրջանակում ծրագրի ձևաչափում կանրադառնա։ Արդեն մեկը անց է եւ մենք պետք է կամաց ամփոփենք մեր հանդիպումը։ Ես համոզված եմ, որ եթե ժամանակային սահմանափակում չունենանք, մենք անդադ կարող ենք շփվել եւ զրուցել։ Ուզում եմ ձայնը փոխանցեմ նաեւ մեր մասնակիցներին, ովքեր կունենան հարցեր կամ կցանկանան ինչ-որ հավելում անել, օրինակ մեր չափտում գրել է Անին, ազգանունը ֆիքսված չէ, Անի ջան, դուք խնդրել եք, որ ձեզ ձայն տանք, մեծ սիրով կլսենք ձեզ, համեցեք, կարող եք ձեր միկրոֆոնը եւ կամերան միացնել, եթե հարմար կլինի, մեծ սիրով կլսենք ձեզ։ Բարև ձեզ, ձայնս լսվում է։ Այո, տեսնում ենք եւ լսում ենք։ Խնդրեմ Անի ջան։ Ողջունում եմ բոլորին, առաջ անգամ եմ ճիշտ ասած միացել թե ձեր վեբինարին, թե Իրիսին, հատկապես ողջուներս Նարեկին, մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել իր վեբինարներին, տրեյնինգներին մասնակցել, կարող եմ վստահել, որ Հայաստանում են եզակի մասնագետներից, որ առանց ձանձրանալու, առանց ջրի, պրակտիկ ու բոլորին հասանելի լեզվով հասցնում է ու այն սկզբից մինչև վերջ չգիտեմ որ չենք ձանձրանում, հեռախոս չենք վերցնում, միշտ կարողանում են գիտելիքներով ու առանց ժամանակի կորստի մասին դուրս գալ այդ հանդիպումներից, հենց ուրախությամբ դրա համար միացել եմ ճիշտ ասած եւ այսպիսի մի խնդրանք ունեմ ձեզ Նատալի ջան, ես ձեր ինկուբացիոն ծրագրին առաջին փուլից սպասում եմ որ մասնակցեմ երկրորդին, բայց երբ ցանկացա միանալ, ասեցին որ արդեն փակ է լինքը, ուզում եմ խնդրել, եթե հնարավոր է բացառության կարգով հնարավորություն տաք այս երկրորդ փուլին մասնակցեմ։ Անհնարին է Անի ջան, որտեվ արդեն process-ները, ինչպես մենք ասում ենք, համակարգված են եւ արդեն process-ները մեկնարկել են, բայց նաեւ շտապ եմ ասել, որ սա վերջին փուլը չի, ինկուբացիոն 3 for Resilient Armenia ծրագրի շրջանակում երկրորդ ինկուբացիոն փուլի մասին եք դուք ասում, մենք դեռ ունենալու ենք առաջիկայում երրորդ եւ չորրորդ փուլերը 2026 թվականին, այնպես որ դուք հետևեք մեր Facebook-յան էջին, մենք հայտարարությունները այնտեղ տեղադրում ենք եւ կարող եք երրորդին դիմել, վստահ եմ, որ ավելի լավ է ուշ, բայց հաստատ ուշացած չեք լինի, այնպես որ կարող եք երրորդին դիմել։ Շնորհակալ եմ շատ, հաջողություն։ Խնդրեմ Անի ջան, շնորհակալություն ներկայանալու համար։ Ունենք Մարիաննա Պեպանյան, ձեռք եք բարձրացրել, համեցեք Մարիաննա ջան։ Շնորհակալ եմ շատ, ես մեծ հետաքրքրությամբ լսում էի ձեզ, ներողություն կամերաս չեմ կարող միացնել։ Հղումը կարդացի, մենք ընտանիքով տուն ենք գնել Օձունում, Լոռու մարզի եւ դեռևս չենք սկսել, հիմա շինարարական աշխատանքներն ենք սկսել։ Ուզում եի հասկանալ, արդյոք կարող եմ, դեռևս գրանցված չէ բիզնես, արդյոք կարող եմ ծրագրին մասնակցել, թե ոչ։ Աքսելերատոր ծրագրի մասին է այս պարագայում երևի խոսքը վստահ եմ։ Մեր ծրագիրը նախատեսված է աճի, ընդլայնման եւ մասշտաբավորման փուլում գտնվող կամ այդ փուլերին պատրաստվել ցանկացող գործող առնվազն 1 տարի գործող ձեռներեցների համար, այսինքն եթե դուք գրանցված բիզնես չեք եւ առնվազն 1 տարի չեք գործում եւ որոշակի, այսպես ասած, շրջանառություն չունեք, այսինքն ձևավորված պրոդուկտ, հաճախորդ, շուկա, չունեք, ցավոք այս փուլում դուք համապատասխան չեք լինի, բայց դուք համապատասխան կլինեք մեր ինկուբացիոն փուլերին, նորից ինչպես Անին ասեցի, Iris Business Incubator-ի մեր Facebook-յան էջում նաև
3 for Resilient Armenia, դանդաղ եմ ասում, որ ֆիքսեք, ինքը անգլերենա չեմ կարող թարգմանել դա, այդ ծրագիր է Եվրամիության կողմից ֆինանսավորվող, որը որ մենք իրականացնում ենք Impact Hub Հայաստանի հետ համատեղ եւ Հայկական Կարիտասի հետ համատեղ կոնսորցիումի շրջանակում, ծրագիրը մի քանի տարի դեռ գործելու, ինքը բավականին մեծ եւ ծավալուն բազմաթիվ կոմպոնենտներով ծրագիր է եւ այնտեղ մանրամասն կարդացեք, եթե թիրախային խմբին համապատասխանում եք, կարող եք դիմել այդ ծրագրին եւ անցնել ինկուբացիոն փուլ։ Դուք ինկուբացիոն փուլի համար ավելի շատ համապատասխան կլինեք այս փուլում, այլ ոչ ակսելերատոր ծրագրի փուլում։ Եվ բոլոր նրանց, ովքեր որ լսում են մեզ, նայում են մեր կենթանի հեռարձակումը եւ Zoom-ով նույնպես, ձեզ խնդրանք եւ հորդոր, եթե դուք ամեն դեպքում անձամբ դուք չեք համապատասխանում ձեր բիզնեսում, բայց գիտեք ձեռներեցներ Հայաստանով մեկ գյուղատնտեսության եւ туриզմի ոլորտում գործող առնվազն 1 տարի գործող, եթե գտնում եք, որ համապատասխան կլինեն մեր ծրագրին, խնդրում եմ տեղեկացրեք մեր ծրագրի մասին, եթե հարցեր կլինեն, ես չաթում կթողնեմ իմ հեռախոսահամարը, ես ներգրավման փորձագետն եմ եւ անձամբ շփվում ներկայացնում եմ ծրագիրը, շատ մանրամասն կարող եմ նաեւ ներկայացնել նրանց, ովքեր որ ավելի մանրամասն կուզենան սրա մասին իմանալ, չաթում թողել եմ հողում ծրագրի հայտարարության տեքստի, այն դեռ ակտիվ է, խնդրում եմ տեղեկացրեք նրանց, որտեղ մեզ համար այստեղ կարևորը քանակը չէ, մեզ համար սա շատ մեր համար Iris Business Incubator-ի համար էլ է շատ կարևոր, որ ճիշտ մասնակիցներ ներգրավեն ծրագրում, որովհետև մեզ համար կարևորը արդյունքն է, այսինքն որքանով որ ձեռներեցը մասնակցելով ծրագրին հաջողի, այդքան դա նշանակում է, որ մենք մեր աշխատանքը լավ ենք արել, եւ սա պիլոտային ծրագիր է, որ իրականացնում ենք Helvetas-ի Reconomy ծրագրի շրջանակում եւ շտապ եմ ասել, որ ծրագիրը վճարովի է 530,000 ՀՀ դրամ, բայց եւ այնպես Reconomy ծրագիրը սուբսիդավորում է ծրագրի մասնակցության վճարի 90%-ը, այսինքն ընդամենը 53,000 դրամ պիտի մասնակիցը վճարի, շնորհակալություն Reconomy-ին դրա համար, բնականաբար սա շատ մեծ օժանդակություն է ձեռներեցներին եւ նաեւ ասեմ, որ հնարավորությունը ծրագրի մասնակիցներին այն է, որ սա առհասարակ ներդրումային ծրագիր է, հա, առաջին անգամ ենք Հայաստանում մեկնարկում փոքր եւ միջին բիզնեսների շրջանում դասական ոլորտներում գործող դասական ներդրումային ծրագիր է եւ մասնակիցները հնարավորություն հասանելիություն են ունենում Iris Business Incubator-ի շրջանառու ֆոնդին, որը որպես ներդրումային այլընտրանքային միջոց 9% տոկոսադրույքով, սա շատ հակիրճ, շատ ավելի մանրամասն ես պատրաստ եմ բոլոր ցանկացողների հետ զրուցել հեռախոսով